Անտապանում հյուրընկալել եմ Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանին։ Պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես։ Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ առիթ ունեցանք կարճ անդրադառնալու հոգևորականություն, իշխանություն առճակատմանը։ Հիմա այդ մեկ ամսվա ընթացքում սրընթաց զարգացումներ են տեղի ունենում, ինչպես գիտեք, արդեն 10 եպիսկոպոսներ միացան փաստորեն եկեղեցին ներսից բարեփոխելու, բարենորոգելու այդ իշխանությունների հռչակած օրակարգին, ավելի նրանք հանդիպեցին վարչապետ Փաշինյանի հետ, նաև արքեպիսկոպոս Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ պատարակ մատուցվեց, որին մասնակցեց Փաշինյանը, եւ նրանք հորդորով կոչով դիմեցին վեհափառին գնալ կամավոր հանգստի։ Ինչ կարող եք ասել, արդյոք ձեզ համար սպասելի էին այսպիսի զարգացումները։ Գիտեք ինչ, ինձ համար միակ բանը, որը անսպասելի էր, դա Կտրիչ Ներսեսյանի անհեռատեսությունն է, որովհետև չնայած իմ իհարկե այսպես հակակրանքի այդ անձի նկատմամբ, ես այնուամենայնիվ կարծում էի, որ նա բավականաչափ հեռատես կլինի եւ կհասկանա, որ իր համար ամենալավ ելքը այս ստեղծված իրավիճակից դա կամավոր հեռանալն է։ Բայց ես տեսնում եմ, որ նա համառորեն շարունակում է մնալ իր, այսպես ասեմ, զավթած աթոռին նստած եւ ինչպես երևում է չի էլ մտածում լքել այդ աթոռը։ Դե ինչ ասեմ, այստեղ արդեն ես լիովին Նիկոլ Փաշինյանի կողմից եմ, չնայած ընդհանուր առմամբ դուք շատ լավ գիտեք, որ ես ինչպես եմ վերաբերվում նրա կողմից վարվող ներքին եւ արտաքին քաղաքականությանը, հիմնականում բացասական, բայց այս հարցում ես լիովին Նիկոլ Փաշինյանի կողմն եմ, որովհետեւ գիտեք ինչ, մեր սուրբ առաքելական եկեղեցին չի կարելի դարձնել ավգյան ախորներ, չի կարելի։ Իսկ մենք տեսնում ենք, որ այս 26 տարիների ընթացքում, երբ ուրեմն այն տխուր օրը հոկտեմբերի 27-ին, երբ տեղի ունեցավ ահաբեկչություն մեր ազգային ժողովում, այդ նույն օրը սատանան դարձավ ամենայն հայոց կաթողիկոս։ Ես չեմ վախենում այդ բառից, որովհետև այն ինչ իրենից պատկերացնում է Կտրիչ Ներսիսյանը, դա ոչ այլ ինչ է, քան սատանայություն։ Այնտեղ չկա ոչ հավատք, ոչ հարգանք ավետարանի նկատմամբ, Քրիստոսի նկատմամբ, մեր առաքելական եկեղեցու ավանդույթների նկատմամբ եւ ամեն ինչից բացի նաեւ տարրական, բարոյական նորմերի նկատմամբ։ Այստեղ կարծում եմ ավելորդ խոսքեր պետք չի ասել, բոլորը շատ լավ գիտեն արդեն, շատ լավ ճանաչում են նրան որպես անձնավորություն, որպես սրբապիղծ իր եզրած եղբոր հետ միասին, որը բացի սրբապղծությունից նաև մանկապիղծ է, սա էլ է հաստատված արդեն, փաստացի։ Եվ այդ ավգյան ախորները իհարկե անհրաժեշտ է մաքրել, որովհետև մեր եկեղեցին դա այն սրբությունն է, որը միշտ պետք է մնա ամենաբարձր մակարդակի վրա։ Մենք հազարամյակների պատմություն ունեցող ազգերին ենք պատկանում, մենք հանդիսանում ենք քրիստոնեության, համաշխարհային քրիստոնեության սկզբնաքարը, եւ ես կարծում եմ, որ այդ երկու հանգամանքը լիովին բավարար են, որպեսզի մենք խորապես գիտակցենք, թե որքանով բարոյապես մաքուր պետք է լինի մեր եկեղեցին։ Եվ այն մաքրելը առաջնահերթ անհրաժեշտություն է։ Այնպես որ ես չեմ էլ կասկածում, որ այդ մաքրման գործընթացը արդեն սկսվել է եւ հաջողությամբ կավարտվի, եւ Կտրիչը, եթե չի ցանկանում կամավոր հեռանալ,
իր զավթաճաթորից ուրեմն նրան զորով կստիպեն։ Ես նույնիսկ կարծում եմ, գիտեք ինչ, եթե իմ կամքով լիներ, ես ուղղակի համապատասխան օրինապահ մարմինների ներկայացուցիչներին կուղարկեի Սուրբ Հաթոռ, ձեռնաշղթաները կգցեի այդ անձնավորության ձեռքերին եւ քաշ տալով իրան դուրս կշպրտեի այնտեղից։ Որովհետեւ գիտեք ինչ, ցուցադրաբար պետք է արվի դա, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի ու համոզվի, որ հայերը ունեն իրենց արժանապատվությունը եւ անչափ հարգում են իրենց արժեքներից գուցե ամենաթանկը, որը կոչվում է հայոց առաքելական եկեղեցի։ Այդքանը։ Այստեղ մի փոքր շեղում գուցե թվա, բայց ամեն դեպքում, քանի որ հայ առաքելական եկեղեցու այդ դերի ու նշանակության մասին խոսեցիք, ընդգծեցիք ավելի շուտ, հիմա այդ համատեքստում Հռոմի Պապը տեսանք, որ այդ համատեքստում դիտարկել մեր եկեղեցու բացառիկ դերի համատեքստում դիտարկել, որ Հռոմի Պապը Ստամբուլում այցելեց մեր եկեղեցի եւ այնտեղ պատարագ մատուցվեց։ Այո, ես կարծում եմ, որ դրանով իսկ Հռոմի Պապը կարելի է ասել, որ չնայած չբարձրաձայնեց, բայց իր այդ այցով նա ամբողջ աշխարհին, քրիստոնեական աշխարհին ցույց տվեց, որ կանգնած է հայոց առաքելական եկեղեցու կողքին եւ լիովին կողմ է այն գործընթացներին, որոնք ընթանում են հիմա հայոց առաքելական եկեղեցու շուրջ։ Հիմա վերադառնալով պարոն Վարդանյան, 10 այդ բարձրաստիճան հոգևորականների դիրքավորվելուն դուք ինչով կպայմանավորեք կամ ինչով կբացատրեք։ Արդյոք նրանք իսկապես տեսան այդ բարեփոխումների անհրաժեշտությունը, թե հնարավոր է վախեցան իրենց դեմ գուցե արկա կոմպրոմատներից։ Չէ, ես չեմ կարծում, որովհետև բաժակը այնքան է լցվել արդեն, որ այդ 10 հոգու հայտարարությունները եւ պատրաստակամությունը ողջունելի է։ Շատ լավ է, որ գտնվեցին այդպիսի 10 բարձրաստիճան հոգևորականներ, որոնք բավականին վճռական քայլեր են ձեռնարկում եւ պատրաստ են գնալ մինչև վերջ, մինչև այն պահը, երբ վերջապես այդ բոլոր հայերից համար այդ սուրբ աթոռը կազատվի աղբից, որի անունն է Կտրիչ Ներսեսյան։ Եկեք այդպես խիստ գնահատականներ չհնչեցնենք, պարոն Վարդանյան, այս հոգևորականներից ոմանց բացակայության պատճառով նախորդ եպիսկոպոսաժողովը տապալվել էր եւ հիմա նոր ժողով է հրավիրել ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-ից 12-ը քննարկելու են հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Հիմա երբ դիտարկում ենք սցենարները, եթե կամովի չի հեռանում վեհափառը, ասացիք կհաջողվի նրան այդպես ստիպել գնալու, բայց մեխանիզմներ գոյություն չունեն, ասում են։ Ես չգիտեմ, ես արդեն ասացի, ես իհարկե Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն չեմ, բայց եւ այնպես խորհուրդ կտամ նրան ուղղակի ձեռնաշղթաներով դուրս վռնդել մեր Սուրբ եկեղեցուց, ընդհանրապես։ Իսկ հետագայում նաև քրեական գործ հարուցել, որովհետև այն սրբապղծությունը, որ իրեն թույլ է տվել այդ 26 տարիների ընթացքում Կտրիչ Ներսեսյանը, որին կոչում են Գարեգին B, արժանի է նրան, որ համապատասխան քրեական գործ հարուցվի։ Այստեղ քրեական արարքները շատ բազում են։ Ինչքան ասեք, մի քանի հատոր կարելի է լրացնել։ Այնպես որ այստեղ նրա օրինակ կաթողիկոս լինելը կամ չլինելը ոչ մի կապ չունի։ Դա չի լինի սահմանադրության ոտնահարում իշխանության կողմից։ Եթե նա նույնիսկ կաթողիկոս է, եթե ընդունենք, որ նա կաթողիկոս է, բայց նա միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պարտավոր են ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Այդպես չէ։
կապ չունի նա կաթողիկոս է թե ոչ մի կապ չունի։ Այդ տարանջատման մեխանիզմը չի պետք է գործի ձեր կարծիքով։ Դե այստեղ ես ճիշտ ասած ես մասնագետ չեմ կարող ասել, հավանաբար այդ հարցը պետք է քննարկել փաստաբանների, իրավաբանների հետ, բայց ես կարծում եմ, որ ճանապարհներ կգտնվեն այստեղ, այսպես առանձնապես ես դժվարություններ չեմ տեսնում։ Հիմա Փաշինյանի Կարևորը մաքրելն է, այդ սուրբ աթոռը պետք է մաքրվի։ Այս ախորները պետք է մաքրվեն։ Հա, բայց այստեղ օրինակ այստեղ հակադարձում են եւ մատնանշում են վեհապարին դեմ դուրս եկած որոշ հոգեվորականների եւս ոչ պատշաճ վարքը։ Այսինքն ովքեր են մաքրությունը նախաձեռնողները։ Արդյոք իրենց կերպարով ավելի բարձր են, ավելի տարբերվող են։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ այստեղ ոչ այնքան կարևոր է թե ովքեր են նախաձեռնողները, որքան շատ ավելի կարևոր է ով է նստած հիմա ապօրինաբար ով է նստած այդ գահին, այդ սուրբ գահին, ով է նստած։ Ես նորից եմ ասում, սուրբ գահին չի կարող նստել սատանան։ Դա հնարավոր չէ։ Որպես փաստ դա հարկավոր է վերացնել, որպես փաստ, այդ փաստը չպետք է լինի։ Դրանից հետո արդեն համապատասխան մարմինները, եթե հարկ լինի, կզբաղվեն նաև նրանցով, ովքեր նախաձեռնել են դա, այդ մաքրազարդումը, այդպես կոչենք, հա։ Ես չգիտեմ դրանք ովքեր են, ոչ մեկին ծանոթ չեմ։ Բայց անձամբ Գարեգին Բ-ն, որը իրականում Գարեգին Բ չէ, այլ Կտրիշ Ներսիսյանը, անձամբ իրեն ես ճանաչում եմ։ Ես անցյալ անգամ էլ ձեզ ասացի, եւ շատ լավ գիտեմ այն ճանապարհը, որով նա հայտնվել է այդ գահին։ Շատ լավ գիտեմ։ Քայլ առ քայլ, կոպեկ առ կոպեկ։ Հիմա լավ, Փաշինյանի հետ հանդիպած կամ վեհապարին, այսպես ասած, դեմ դուրս եկած հոգեվորականների թվում է նաև Արցախի թեմի առաջնորդ։ Եվ այս մարդը այս հանդիպումից հետո հայտնվել է ընդդիմադիր շրջանակների թիրախում, ամենախիստ քննադատությունն են հնչեցնում նրա հասցեին, ասում են ուրացավ Արցախը, Արցախի թեմի առաջնորդը եւս ուրացավ Արցախը, քանի որ նա խոնարհվեց Արցախը հանձնողի առջև։ Վրդանես եպիսկոպոսին ես անձամբ չեմ ճանաչում։ Ես կարող եմ գնահատել կամ մեկնաբանել, կամ ինչպես ուզում եք դա անվանեք, միայն այն անձնավորություններին, որոնց ես անձամբ եմ ճանաչում։ Նախկին եպիսկոպոսին, Պարքև Սրբազանին ես անձամբ ճանաչում եմ շատ տարիներ։ Բայց հիմիկվա առաջնորդին ես չեմ ճանաչում։ Չէ, այստեղ ոչ այնքան առաջնորդի անձն է կարևոր, այլ այն, որ արցախցիների հոգևոր առաջնորդը դավաճանել է այդ 10 եպիսկոպոսներին։ Այո, նա հանդիպմանը եղել է Փաշինյանի հետ եւ հիմա ասում են ուրացավ, քանի որ գնաց եւ խոնարհվեց Արցախը հանձնողի առջև։ Ախր գիտեք ինչ, հիմա նորից եմ ասում, ուրացավ, չուրացավ, դա մի կողմ դնենք։ Դա կարևոր չէ։ Կարևորը փաստն է։ Խայտառակ փաստն է, որ 26 տարվա ընթացքում հայոց եկեղեցին գլխավորում է մի ազնվորություն, որը ոչ հավատացյալ է ինքը հավատացյալ չէ, ոչ քրիստոնյա է, ոչ բարոյական ազնվորություն է, ուղղակի սրբապիղծ մի ազնվորություն է, այդքան բան։ Հիմա սկզբից պետք է այդ փաստի շուրջ մենք ինչ-որ որոշման գանք, այդ փաստը վերացնենք որպես խայտառակ փաստ, հետո նոր անդրադառնանք մնացած այդ եպիսկոպոսներին, Վրդանեսին եւ այլոց։ Եթե հարկ լինի իհարկե։ Ինչ է նշանակում ուրացավ։ Իսկ Գարեգին Բ-ն ինքը չուրացավ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե,
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Չէ, ասում են Գարեգին Բեն այս հալածանքներին ենթարկվում է, որովհետև ամեն օտարերկրյա այցի ժամանակ բարձրացնում էր արցախցիների խնդիրը, արցախցիների վերադարձի խնդիրը, գերիների խնդիրը եւ սա դուրս չեկավ իշխանություններին եւ նրանք Ադրբեջանի պահանջով սկսեցին այսպիսի արշավ կաթողիկոսի դեմ։ Գիտեք ինչ, նմանատիպ մեր ազգի համար շատ կարևոր հարցեր բարձրաձայնել են, բարձրացրել են նաև այնպիսի հանցագործներ, իշխանազավթներ, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժիկ Սարգսյանը։ Հետո ինչ։ Դա նշանակում է, որ մենք պետք է մոռանանք դրանց կողմից գործած հանցագործությունները, մարդասպանությունները, բռնաբանությունները, ունենզրկումները, կաշառակերությունը, շանտաժը եւ այլն, այդ ամենը պիտի մոռանանք։ Շատ բան են բարձրաձայնել, հետո ինչ։ Պուտինն էլ է ամեն օր ասում, որ ինքը խաղաղության կողմնակից է, որ ինքը երբեք պատերազմ չի ցանկացել եւ այլն։ Բայց դրանից ինչ է կար։ Ինչ է դա ենթադրում։ Ուրեմն պիտի մոռանանք, որ նա ֆաշիստ է, որ նա ագրեսոր է, որ նա ահաբեկիչ է։ Պիտի մոռանանք։ Ամեն օր տեսնում ենք, չէ՞։ Իր գլխավորած զորքը ինչ հանցագործություններ է իրեն թույլ տալիս Ուկրաինայի տարածքում։ Դե եթե չի պատժվում, պարոն Վարդանյան, կարող է եւ թույլ տալ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչպես։ Չի պատժվում, կարող է եւ թույլ տալ, ինչի մասին է խոսքը։ Դե դրա համար եմ ասում, ամեն մի հանցագործություն պետք է ժամանակին պատժվի։ Եվ գիտեք ինչ, արդեն այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո ինչքան ժամանակ է անցել։ 7.5 տարուց ավելին, չէ։ Այդ ժամանակահատվածը լիովին բավարար էր, որպեսզի նախ առաջին հերթին քաղաքական գնահատական տրվեր նախկիններին, այսպես կոչված, որոնք այսօր հանգիստ նստած են ազգային ժողովի աթոռներում, շատ հանգիստ։ Եվ պատրաստում են Իսկ ոմանք էլ, ես նկատի ունեմ առաջին հերթին այդ Ռոբերտ Քոչարյան կոչվածին, նույնիսկ ելույթներ են ունենում, երկարաժամ ինչ որ հարցազրույցներ են տալիս,
իրենց այդ ծուրբերան ժպիտներով, բանով, ժեստիկուլյացիայով եւ այլն։ Սա ինչ է։ Ինչպես կարելի է հանդուրժել, ես չեմ հասկանում ուղղակի։ Նրանց տեղը բանտախցում է, բանտախցում։ Հայ ժողովրդի 99 եւ 9/10 մասը հայ ժողովրդի շատ լավ գիտի, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը։ Շատ լավ գիտեն։ Եվ մարդիկ իհարկե հուսահատվում են, երբ տեսնում են, որ այդ մարդիկ փոխանակ պատժվեն ինչպես հարկն է, օրենքի շրջանակներում, նստած են բավականին այսպես բարձր աթոռներին եւ դա էլ դեռ հերիք չի, ձգտում են նորից վերադառնալ իշխանության։ Այո, նրանք պատրաստվում են ընտրություններին Դե մասնակցել։ գիտեք ինչ, քանի դեռ տիրում է այդպիսի իրավիճակ, մենք չենք կարող հուսալ, որ մեր երկիրը կարող է ինչ-որ առաջընթաց ունենալ, կարող է զարգանալ, որ մեր հասարակության եւ շարքային քաղաքացիների կյանքը կարող է բարելավել, մենք նման հույսեր չենք կարող փայփայել։ Դա հնարավոր չէ։ Քանի որ մենք տեսնում ենք, որ օրենքը չի գործում, իսկ օրենքը պետք է գործի բոլորի հանդեպ նույն աստիճան։ Պարոն Վարդանյան, հիմա մի փոքր շեղվենք այդ հոգևորականություն, իշխանություն թեմայից, արժեքատման թեմայից։ Եվրամիությունը Հայաստանին պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել հիբրիդային պատերազմի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, այդ թվում ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ընտրությունների նախաշեմին։ Ինքնին այսպիսի օգնությունը ինչպես է գնահատում։ Շատ ցավոտ թեմա է եւ այստեղ ես նույնպես բառեր չեմ խնայի։ Դուք ասացիք 12 միլիոն եվրո։ Այո։ Ուրեմն 12 միլիոն եվրո հանցագործ իշխանազավթ Ռոբերտ Քոչարյանը կարող է իր ջինսի հետևի գրպանից հանել։ Դա իր համար, ոնց որ ասում են, մի բաժակ սեմուշկայի փող է։ Մենք ինչու պետք է մեր երկիրը հասցնեինք այն աստիճանի, որ ուրեմն ստիպված լինեինք ինչ-որ ոչ թե ողորմություն խնդրել, այլ ուրախանալ, որ այդ տեսեք Եվրամիությունը Հայաստանին հատկացնում է 12 միլիոն եվրո։ Մենք 112 հատ 12 միլիոն եվրո պետք է ունենայինք, եթե մեր երկրում ի սկզբանե գործեր օրենքը, որի այսպես լպիրշ խախտմամբ, գարշելի խախտմամբ 1998 թվականին իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյան կոչվածը, կեղծ տեղեկանքներ օգտագործելով, կեղծելով ուրեմն ընտրությունների արդյունքները։ Նա պարտվել էր 20-80-ի դեմ նա պարտվել էր ուրեմն Դեմիրճյանին, Կարեն Դեմիրճյանին։ Դա բոլորը գիտեն։ Բայց իր համար նկարել էին շատ գեղեցիկ, այսպես կլոր թվեր, 60-40 հոգուտ Ռոբերտ Քոչարյանի։ Դու այդ Ռոբերտ Քոչարյանին ով էր ճանաչում 98 թվականին մեզ մոտ Հայաստանում։ Բա ով նկարեց, պարոն Վարդանյան։ Ով որ նկարեց, նա էլ պիտի նստի։ Ինչու նկարեց։ Որքան կաշառքի ուրեմն արդյունքում նկարեց, կամ ով էր ստիպել, ով էր շանտաժի ենթարկել, ով էր վախեցրել, ով էր սպառնացել։ Այդ ամենը պետք է ջրի երես հանվի, չէ՞։ Վերջին հաշվով այդ երկու անձերը, այդ երկու եղբայրները, այսպես ասենք, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը 20 տարի բռնաբարել են մեր երկիրը։ 20 տարի բռնաբարել են մեր երկիրը, մեր շարքային քաղաքացիներին, մեր հասարակությանը, մեր քաղաքականությունը վերջին հաշվով։ Եվ հիմա տեսեք մենք ինչ արդյունքների ենք եկել։ 7.5 տարին գումարած նախորդ ուրեմն 27 տարին, ես հաշվում եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակահատվածը, լիովին բավարար էր այդ 34-ից ավելի տարիները, որպեսզի մեր քաղաքական ղեկավարությունը հասկանա եւ գիտակցի,
ում հետ պետք է կապել մեր երկրի անվտանգության ուրեմն անվտանգության հետ կապված հարցերը, ապագան ամեն դեպքում։ ապագան, տնտեսական զարգացումները եւ այլն եւ այլն եւ այլն 34 տարի դա 1/3-ից ավելին է քան 1 դարը 1/3 դարի 1/3-ը միթե դա բավական չէր որպեսզի մենք հասկանանք գիտակցենք ում հետ պետք է ճամփա գնանք ոնց որ ասում են բայց մենք համառորեն շարունակում ենք Ռուսաստան եթե Ռուսաստանը չլինի թուրքը կգա մեզ կմորթի Այդ թուրքը առանց մորթելու հում կարա մեզ ուտի եթե թույլ տվող լինի իհարկե հասկանում եք ինչու՞մն է բանը այստեղ այդ հիմնական հարցերին պետք է շեշտակի մոտենալ պետք է գիտակցել ինչ է կատարվում իրականում ինչ է տեղի ունեցել խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո 34 տարի դուք պատկերացնում եք այդ 34 տարվա ընթացքում մենք կարող ենք շրջանցել նույնիսկ Շվեյցարիան կարող ենք որտեղ մենք այդ ինտելեկտուալ ունակությունները ունենք աշխատասիրությունը ունենք արժանապատվությունը ունենք ամենայն դեպս բավարար չափով ունենք մինչև չսկսվեց այն ինչին մենք ականատեսն ենք այդ 34 տարուց ավելի ժամանակահատվածում մարդիկ գնացին լավագույն մեր հայրենակիցները մեր երկրի զավակները լքեցին Հայաստանը գնացին եւ հիմա աշխատում են այլ երկրներում զարգացնում են այլ երկրներ այդ թվում այնպիսի երկրներ առաջադեմ երկրներ ինչպիսիք են օրինակ Ֆրանսիան Միացյալ Նահանգները Հոլանդիան Բելգիան եւ այլն եւ այսպես շարունակ Եկեք տեղափոխվենք ռուս-ուկրաինական ճակատ հասկանանք ինչ տեղեկություններ ունեք այդ ուղղությամբ արդյոք Ռուսաստանը կթուլանա այն աստիճան որ մեր ներսում գտնվող այդ խորհրդարանական ընդդիմություն այլևս հույսեր չի կապի Ռուսաստանի հետ թե այդպիսի սցենարը բացառված է ինչպիսին է լինի Ռուսաստանի հզորությունը կարողությունը կամ հնարավորությունը այդ պահին այդ ժամանակահատվածում Նա գիտեք ինչ ես հույսով եմ որ մոտակա ընտրությունների արդյունքում որոնք տեղի կունենան մոտավորապես 7 ամիս անց այն ինչ դուք կոչեցիք ընդդիմություն այլևս գոյություն չի ունենա այն տեսքով որ այսօր նա գոյություն ունի դա ոչ մի ընդդիմություն էլ չի դա ուղղակի ռուսաստանյան շահերը առաջ տանող ինչ որ գյադագյուդեք են այդպես ես կասեմ չեմ համաչի այդ խոսքը օգտագործել այդ գյադագյուդեքը այլևս տեղ չեն ունենա ազգային ժողովում եւ որևէ հույս չեն կարողանա փայփայել նորից վերադառնալ ուրեմն իշխանության ախր ես չեմ հասկանում որքան կարելի է կանգնել նույն փոսխի վրա դա մեզ համար ինչ որ ավանդույթ է դարձել մեզ համար ասելով ես նկատի չունեմ անձամբ ինձ կամ ձեզ ես նկատի ունեմ մեր հասարակությանը միթե այդքան օրինակներից հետո դժվար է վերջնականապես հասկանալ թե ով է մեր բարեկամը ով է մեր թշնամին մեր համար մեկ թշնամին թուրքը չի ռուսն է Պուտինյան Ռուսաստանը ես ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունեմ ես երկար տարիներ Ռուսաստանում ապրել եմ այնտեղ կան շատ պարկեշտ շատ նորմալ աշխատասեր մարդիկ բայց այն ինչ իրենից ներկայացնում է այսօրվա Ռուսաստանը Պուտինյան Ռուսաստանը սա ուղղակի հասարակ ֆաշիզմ է եւ ուրիշ ոչինչ Լավ հիմա հնարավոր խաղաղություն կարող է լինել ռուս-ուկրաինական ճակատում ինչ զարգացումներ ինչ խաղաղություն անպայման կլինի որովհետեւ ցանկացած պատերազմ ավարտվում խաղաղությամբ եւ ես կարծում եմ որ այդ խաղաղությունը մոտենում է օրեցօր որովհետև Ռուսաստանը անսահման թուլացել է եւ ժամ առ ժամ ավելի ու ավելի է թուլանում կարծում եմ բավական է հիշեցնել որ այս վերջերս Միացյալ Նահանգների կողմից ուրեմն օգտագործվող հնչեցված ամենայն դեպս պատժամիջոցները խոշորագույն ռուսական Ռոսնեֆտ եւ Լուկոյլ
ուրեմն նավթարժանաբերական կազմակերպությունների դեմ, փաստորեն մոտարապես տարբեր աղբյուրների կողմից հնչեցված գնահատականներով նվազել են մոտ 60-70%-ով։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը ուրեմն շատ շուտով արդեն գուցե առավելագույնը 2-3 ամիս անց արդեն ուղղակի հնարավորություն չի ունենալու շարունակել այդ արունալի, այդ խայտառակ պատերազմը։ Բա ինչու էր Թրամփը 28 կետից բաղկացած առաջարկ ներկայացնում, որը եվրոպացի գործընկերները Կիևի եւ Կիևը անձամբ դիտարկեցին որպես ռուսական համատեքստում, ռուսական շահերը սպասարկող եւ բավականին աղմկահարույց էր արձագանք այդ ամենին։ Ներող կլինեք Էլիզաբեթ, ես կարծում եմ, որ դուք շատերի նման մոլորվել եք այստեղ, որովհետեւ այն ինչ դուք անվանում եք 28 կետից բաղկացած ինչ-որ ծրագիր, դա Թրամփի ծրագիրը չի։ Բա ում ծրագիր։ Դա Կրեմլում է մշակված, այդ ծրագիրը մշակված է Կրեմլում։ Թրամփը ընդհանրապես որևէ գաղափար չունի այդ ծրագրից։ Այս վերջին նրա հարցազրույցները, վերջին նրա հայտարարությունները, պատասխանները լրագրողներին այդ մասին են վկայում։ Այդ ծրագիրը պատրաստվել է Կրեմլում, Մոսկվայում։ Եվ հրապարակվեց եւ ԱՄՆ-ն հնարավորություն չունեցավ արձագանքելու, ասելու, որ մենք դրա հետ որևէ կապ չունենք։ Շատ մեծ հնարավորություն ունեցավ եւ գիտեք ինչ, մասնավորապես Միացյալ Նահանգների հասարակությունը։ Տեսեք ինչ է կատարվում Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքների փողոցներում։ Տեսեք ինչ է կատարվում։ Իսկ Միացյալ Նահանգները դա այն երկիրն է, որտեղ իշխանությունը չի կարող առհամարել հասարակության կողմնորոշումները եւ հասարակության տրամադրությունը չի կարող ուղղակի եւ այստեղ գիտեք ինչ Միացյալ Նահանգները ստեղծած այն խոշորագույն քաղաքական գործիչները պատահական չէ որ մշակել են այնպիսի մի մեխանիզմ որը հնարավորություն չի տալիս որևէ մեկին որքան էլ նա լինի Թրամփ կամ չգիտեր Պուտին կամ Կիմ Իր Սեն կամ Սի Ցզինպին ով ուզում է լինի ուրեմն միանձնյա ղեկավարել երկիրը դա հնարավոր չէ մենք տեսնում ենք հիմա ինչ է կատարվում այս պահին նաև Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որի դատավորների կեսից ավելին նշանակվել են հենց անձամբ Թրամփի կողմից շատ կոշտ վերաբերմունք է դրսևորում նրա կողմից իրականացվող քաղաքականության հասցեին շատ կոշտ վերաբերմունք եւ դա կարող է շատ այսպես տխուր հետևանք ունենալ Թրամփի համար այնպես որ այդ բոլոր կոնսպիրոլոգիան այդ բոլոր մտածածին ծրագրերը որոնք իբրև թե մշակվել են առաջարկվել են Թրամփի կողմից կամ նրա թիմի կողմից այդ ամենը փլուզվելու է շատ արագ հիմա մենք տեսնում ենք որ ընդհանրապես վերջերս մի քանի տարիների ընթացքում իրադարձությունները այնքան արագ են զարգանում որ չես էլ հասցնում հետևել դրանց ուղղակի որպեսզի կարողանաս օբյեկտիվ պատկերացում կազմել թե ինչ է իրականում կատարվում բայց այն ինչ կարելի է տեսնել ջրի երեսին արդեն ես կարծում եմ բավարար է որ մենք հասկանանք թե ինչպես է այդ ամենը ավարտվելու առաջին հերթին իհարկե ռուս-ուկրաինական պատերազմը որի ավարտից կախված է ոչ թե գրեթե այլ բոլոր երկրների ապագան տարածաշրջանային այո խնդիրների երկրագնդի բոլոր երկրների համար այդ թվում նաև մեզ համար մեր տարածաշրջանի համար ես միշտ լավատես եմ եղել եւ կարծում եմ որ ամեն ինչ կավարտվի այնպես ինչպես ենթադրում է պատմության տրամաբանությունը իսկ պատմության տրամաբանությունը երբեք չի սխալվում երբեք շնորհակալ եմ ես եմ շնորհակալ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։